Հայաստանը այն վիճակի մեջ է, որ հարցերը շատ են, շատ են եւ ճիշտ է մամլո ասուլիսը տևեց մոտ 2 ժամ, բայց լրագրողները, որոնք ներկայացել էին, բողոքեցին, որ չհասցրեցին իրենք հարցեր տալ։ Ես կարծում եմ պարբերաբար դա կանենք, պարբերաբար եւ ապագայում հետևում էինք ասուլիսից հետո մամուլում եւ սոցցանցերում ինչ է տեղի ունենում ու ասեմ, որ մի տարօրինակ բան զգացի, բանից պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան ռազմական վերլուծաբաններ, որոնք իմ ասած ասենք ռազմական այդ, չգիտեմ, ընդ զենքի պահով եւ այլ ցավոտ են ընդունել, պատվերներ են կատարում, բայց այդ ռազմական վերլուծաբանները նույնիսկ 2 տարով բանակում չեն ծառայել, ես չգիտեմ իրանք ռազմական կրթություն որտից են ստացել, որտեղ ռազմական վերլուծաբանը պետքա երևի թե ունենա ռազմական կրթություն կամ գոնե ծառայած լինի ինչ որ վերլուծական համակարգում, որը զբաղված է, ասենք, ռազմական վերլուծությունով։ Մարդիկ են խոսում, մի սիրուն աղջկա ձերք էլ մի հատ կներեք թուղթ են տվել, կարդում ա, որ Կարապետյան Արշակին որ հանեցին, հաջորդ օրը մենք կրակեցինք։ Սկսենք զենքից։ Ուրեմն 12 միլիոն դրամով հատը, ուրեմն գնել են թաթա հնդկական մեքենաներ, այն հնդկական կինոներում կտենաք, ասես պստիկ մեքենաներ է, ուազիկի տիպի, որի մի մասը արդեն փչացած կանգնած է։ Բացի դրանից, այդ մեքենաների մեջ 3 հոգի զինվորական հագեցված իրենց, ասենք, համապատասխան համազգեստով եւ զենքով 3 հոգի չեն տեղավորվում։ Զինվորականները ահավոր բողոքում են։ Հատը գնել են 12 միլիոն դրամով։ Այն դեպքում, որ Հնդկաստանում այդ մեքենան արժի $3000։ Պատկերացրեք ինչ է կատարում, էլ չշարունակեն։ Ինչ վերաբերում է ինձ հանելուն, պահին եւ այլ, երևի թե բացատրեմ, որ եթե ինքը ինձ չհաներ այդ 2 շաբթի օրը, հաջորդ օրը ադրբեջանցիները ուղղակի չէին հարձակվելու եւ կրակելու անհրաժեշտություն չէր լինելու, բայց որ կրակել են, դե օգուտը որն է, երբ որ ադրբեջանցիները լրացուցիչ տարածքները գրավել են։ Կրակելն են միջև վերջ չեն տարել։ Ուզում եմ ասեմ, որ ցենց մանրուկներ է իհարկե, հասկանում եք, մանրուկներ է, ես ինչ եմ ասում, մոնիպուլյացիայի ձևով օգտագործում են։ Վերցնում են նախադասություն, նախադասությունից մեջից վերցնում են բառ եւ իրենց ձևի, ասենք, մեկնաբանում են։ Իրենք դեռ շատ բաներ են լսելու ինձանից եւ ընկնեն շորշոփի մեջ։ Հավատացեք, ու կարծում եմ, որ ապագան միևնույն է, այնպիսին է լինելու, որ իրանք հաստատ այդ ապագան չեն ծրագրավորել։ Ես լավ բանով եմ ասում։ Մենք լավ ապագա ենք ունենալու։ Բայց իրանցից մենք պետք է ազատվենք։